Քանի որ ես զբաղվում եմ ձկնաբուծությամբ ու ուզում եմ ձկնաբուծության ոլորտը զարգացնեմ, չեմ կարա երկու ոնց ասում ֆրոնտով աշխատել։ Ողջույն սիրելի բարեկամներ, ներկա պահին մենք գտնվում ենք Լանջազատում։ Դուք հեռվում տեսնում եք Հերանոս լեռը, իսկ դեպի Էսկոմ արդեն Ազատի ջրամբարն է։ Հեսա մի քանի րոպե սպասեք, միասին գնանք Ազատի ջրամբարը կտեսնեք, իսկ հետո գնալու ենք Միացիրուն հողատարածք ցույց տամ, որը որ իմ հողատարածքն է, ու այն շտապ պետքա վաճառենք։ Շնորհակալ կլինեմ, որ այդ հարցում ինձ օգնած լինեք։ Գնացինք։ Ստեյց էր մտնում, չէ։ Ինչքան ավտոներ կան դե։ Հա, այս տուց է մտնում։ Ներքևը տագերն է։ Հեսա մտնում եմ ջրամբարը մտստեյց դնենք, ֆրանկ դե թանկն դե։ Բացի։ Լուսամուտ լրի բացի շատ շոք։ Հեսա դարձել են տուրիստական կետ լրի։ Ինչպիսի տեսարժան վայրեր ունենք մենք մեզ մոտ։ Ու միևնույն ժամանակ ինչքան է մեզ մոտ տուրիզմը զարգանում, ամեն քայլափոխի հանդիպում ես տուրիստների։ Սպասենք թողա մեքենան անցնի։ Իսկ ներքևում հեսա մի քանի վայրկյանից կտեսնեք Ազատի ջրամբարը։ Շատ սիրուն տեղ է։ Ահա։ Նա է ներքևում Ազատի ջրամբարն է արդեն երևում։ Շատ սիրունություն։ Մոտիկանանք։ Մի պահ մոտիկից, ավելի մոտիկից։ Ինքան ես դե ավտոներ եկես, տարածքը դարձել է պլաշատ կլրի։ Սա էլ Ազատի ջրամբարն է։ Այդտեն սիրուն ես նկարի թո սաղ երևա ինչպիսի տեսարան է։ Հրաշք բնություն։ Ու այս հրաշք բնության այդ սարի հետևում կարելի ասել, այս փոքր սարի հետևում իմ հողատարածքն է։ Հիմա գնանք իմ փոքր հողատարածքը ձեզ ցույց տամ։ Կթափի, այդտեղ սարի ձումը նայեք։ Հա, լավ ձում կա։ Իջնում ենք ներքև։ Այսպես իջնում ենք ներքև։ Իջնենք ներքև ու գնանք մեր հողատարածքի մոտ արդեն։ Ձեզ ընդ մոտիկից ցույց կտամ։ Նաև այս ճանապարհներով գնում ենք Գառնի։ Նաև այս ճանապարհով գնում ենք Ազատի ջրամբար հետևի կողմից։ Շատ սիրուն տեսարան է վերևը, այն սիրուն Հերանոս լեռերևում է։ Այս նայեք ինչ բնություն է, նա գեղեցկություն է։ Շատ սիրուն է։ Այս ճանապարհը, որ ամեն ինչ ասում է, այնքան սիրուն է, կարաս 5x6 մի հատ այն սարերն էս մոտիկից էս հետաքրքիր երևալու է։ Շատ սիրուն է։ Հա։ Էսա։ Այստեղից ուրեմն դեպի աջ արդեն նետում է Ազատի ջրամբար։ Տեսեք ինչքան մոտ է։ Սա Ազատի ջրամբարն է գնում այս մյուս կողմի վրա։ Իսկ պես բարձրանում ենք մեր հողատարածքը։ Մի քանի վայրկյանից ընդամենը կհասնենք մեր հողատարածք։ Այն ինչա։ Դաշտի մեջ է խփած, վրան է խփած։ Հա։ Հա։ Սարը կալստը։ Հա։ Ոնց որ բան է, էլի։ Գառները ստեղծվում են։ Հա։ Հա։ Հասկացա։ Շատ սիրուն է։
հասանք եւ հասանք մեր հողատարածքը։ Տուրից, տուր, ցինց կվերցեմ, իջև դու իշնես։ Ես վերևն էլ Հերանոս լեռնը։ Գնացինք, հիմի ցույց եմ տալի այս կողմի վրա Ազատի ջրամբարը, նայեք ինչքան է լցվել, ափին արդեն ինչքան մարդ կա, սա այդ գլխավոր ճանապարհն է, ու այս ճանապարհի դիմացի հատվածում իմ հողատարածքն է, որի ընդհանուր մակերեսը 28000 քառակուսի է, իսկ ներս ընկած այսպես ամբողջը 28000 քառակուսի է, 28 հեկտար։ Նայեք, այս բլուրն էլ է մտնում հողատարածքի մեջ։ Այս հողատարածքը վաճառվում է։ Այս էլ ամբողջ տեսարանը, բնությունը, սարերը, Գեղամա լեռնաշղթան է, այն վերևի հատվածով այդ այն է, սարերը, այդ հրաշք բան։ Այն էլ Ազատի ջրամբարը, նայեք։ Ինչքան սիրուն է։ Շատ սիրուն է։ Այս հողատարածքը կարա ծառայի տարբեր նպատակներով։ Առաջին նպատակը կարա լինի ինչ-որ մշակելի հողատարածք։ Երկրորդը կարա տուրիզմի գծով ինչ-որ բան լինի, չգիտեմ, ինչ ծրագիր որոզենաց այս տարածքում հաստատ կարա աշխատի։ 240 մետր, 240 մետր, ինչ ասես կարա լինի ստե, ու օր-օրի զարգանում է այս տարածքների հողակտորները ու թանկանում է ավելի շատ։ Իր արժեքները փոխվում է, ճանապարհը, նշանակությունը ավելի երթևեկելի է, ավելի շարժը շատ է։ Այն ժամանակները ստե ասֆալտ չկար, շարժը Զովաշենից Լանջատից միջև Գառնի հասնելու համար մեզանից 45 րոպե մի ժամ ճանապարհը հասնում, ժամանակ էր հասնում, բայց հիմա ընդամենը 7-ից 10 րոպեում դու հասնում ես Գառնի։ Նայեք, ինչքան երթևեկելի է, ինչքան շատ են մեքենաները։ Այդ իսկ պատճառով այս հողատարածքում ինչ էլ որ մշակվի կամ կազմակերպվի կամ սարքվի, ցանկացած ոլորտ հիանալի աշխատելու է աստե։ Իմ նախընտրած տարբերակը մի հատ հրաշք հյուրանոց լինի, ու իր ամեն ինչով, այս սարերի մեջ ինքը մի հատ հրաշք տեսարան անելու։ Ամառը հով, բարև ցավտան։ Իսկ մյուս կողմում ցուստուր ֆրցրա Ազատի ջրամբարն է, որ երբ ուզեն ձեր ժողովուրդը, տուրիստները կարան ցանկացած ժամանակ առաջանան, օգտվեն Ազատի ջրամբարից։ Հրաշք տեսարան է։ Ու նաև միևնույն ժամանակ անձրև է գալի։ Նայեք ինչքան երթևեկելի է մեզ մոտ։ Ոնց որ Լոնդոնը լինի, այնպիսի երթևեկություն է։ Ու երբ որ դու ստեղ գնես տարածք, այս տարածքը ձեռք բերես, հաստատ շահելու ես, որովհետև շատ ուժեղ հեռանկարներ է։ Իսկ իմ պարագայում, քանի որ ես զբաղվում եմ ձկնաբուծությամբ ու ուզում եմ ձկնաբուծության ոլորտը զարգացնեմ, չեմ կարա երկու, ոնց ասում եմ, ֆրոնտով աշխատել։ Ես նախընտրում եմ ձկնաբուծյանը զարգացնեմ, այդ ոլորտը զարգացնեմ։ Դրա համար այս հողատարածքը վաճառում եմ ու շատ շտապ։ Շնորհակալություն։